168 թեմի հարգելի հետևողներ, կզրուցենք պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։ Պարոն Աբրահամյան, արդեն իսկ խոսակցություններ կային մինչև այս դրվագը, որ հնարավոր է, այո, որ հերթական անգամ նույն սցենարով Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կտարվեն կալանքի, ձեր դիտարկումները այս առնչությամբ կանխատեսելի սցենար է ըստ էության։ Ինչու՞։ Այն իրադարձությունը, որը ցավալվում է մեր երկրում եւ դա ցավալվում է ընդգծված բնույթ ունենալով իշխանության քաղաքական հանդիմախոսների, ակնհայտ է դարձնում տարբեր ձեռբակալությունները, կալանավորումները, նաեւ բռնության դեպքերը, որոնք մեր առօրյայի նաեւ ուղեկցող մի process-ն են դարձել։ Երկրորդը պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ podcast-ը, որը վարում է Վազգեն ու Նարեկը, տարբեր հաղորդումներով, տարբեր հյուրերով նաև պայմանավորված բավականին մեծ ռեզոնանս են առաջացնում։ Ռեզոնանս, որոնք առաջնորդին ծառայում են անդիմադիր դաշտի կողմից օրակարգի տարածմանը եւ այդ օրակարգի պահպանմանը եւ նաև մեդիայի տեսանկյունից բնական է իշխանության համար ցանկացած այսպիսի հարթակը խնդիր է եւ պատահական չէ, որ առավոտյան նաև տեղեկություններ եղավ, որ իրավապահները ոչ միայն տղաներին են ձերբակալվել, այլ նրանց հաղորդման տեխնիկան են նաև հավաքում, որովհետև կրկնում եմ, գլխավոր խնդիրը դա այդ հարթակն է, որը բավականին մեծ լսարան ունի եւ այս տեսանկյունից բնականաբար խնդիրներ է առաջացնում իշխանության համար։ Գիտեք, մի երկրում, որտեղ հոգեվորականներից սկսած մինչև միջին վիճակական քաղաքացին սպառնալիք են իշխանության համար այն դեպքում, երբ որ մարդիկ կարող են տարբերվող մոտեցում կամ կարծիք ունենալ, բնականաբար նաև մեդիա ներկայացնող անձանց այս ձեռբակալությունները հասարակության համար նաև ստացել են սովորական բնույթ։ Բայց նաև մեկ այլ բան եմ ուզում ասել, նկատելի է, որ իշխանությունը վերջին շրջանում ակնարկներ է անում, որոշակի դեպքում նաև ուղիղ ձևակերպումներ է հնչեցնում սպառնալիք որպես սպառնալիք օգտագործելով մեդիայի աշխատանքը, տարբեր լրատվամիջոցների, նրանք ուղեկցում են նաև տարբեր իշխանական գործիչների կողմից լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ վիրավորական արտահայտությունների եւ այլն, եւ ցավոք սրանով երկու իշխանությունը խնդիր է նաև թիրախ է հաստացի առաջ բերում։ Առաջինը մարդիկ, ովքեր քաղաքական կամ առհասարակ տարբեր հարցեր շուրջ ունեն այլ մոտեցում, եւ երկրորդը մեդիայի ներկայացուցիչները, որոնք իրենց հաղորդումներով, իրենց զրույցներով, իրենց հրապարակային հայտարարություններով փաստորեն թիրախ են դառնում իշխանության համար։ Պարոն Աբրահամյան, բայց իրենք այս ամենը ներկայացնում, այսպես փաթեթավորում են, որպես վիրավորանքի մարդկանց թիրախավորման դեմ պայքարում են ու կոչ են անում, ասում են, ով որ այս ամեն դեմ է, դուք էլ նացես հաղորդում ներկայացրեք, եթե հիմա խնդրեք։ Այսինքն ասում են, որ հիմքը եղել այն, որ իրենց վիրավորել են։ Գիտեք, ամբողջ դաշտը վիրավորանքներ են, սկսած քաղաքական գործիչների մակարդակում, դեռ չեմ ասում, սկսած իշխող գլխավոր դեմքից, ով ըստ էության օգտագործում է նաև ազգային ժողովի ամբիոնը իր ֆեյսբուքյան պատը տարբեր գրեհիկ, այլանդակ, վիրավորական բնույթի հայտարարություններ տարածելու համար եւ այն իշխանությունը, ում գլխին կանգնած անձը այդպիսի վարք է դրսևորում, առնվազն բարոյական իրավունք չունեն խոսեն այլոց վիրավորանքների մասին։ Երկրորդը օրենսդրության դաշտը ըստ էության կարգավորում է անկախ բոլորիս կամքից դաշտը, վիրավորանքը ապակ իրականացված է, դրա համար կան այլ ճանապարհներ, որով շատ քաղաքացիներ նաև դիմում են եւ այս դեպքում մի կողմից այս խնդիրն է առաջ գալիս, երկրորդ այն հանգամանքը, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, երբ որ իրենք են վիրավորում, տարբեր դրվագներ կան, տարբեր իշխանական գործիչների մասնակցությամբ վիրավորանքի, նույն հայոյանքի կամ այլ դրսևորումների մասով, բնականաբար նրանց մասով արտադատությունը որևէ ձևով չի աշխատում։ Այսինքն մեր երկրում ամեն ինչ անորոշվում է ընտրովի եւ այս տեսանկյունից իրենք առաջ են բերում վարկածներ միայն այն ժամանակ, երբ որ թեման վերաբերում է իրենց նկատմամբ որևէ գործողության կամ արտահայտության։ Պարոն Աբրահամյան, սրան նախորդել է Արեն Սիմոնյանի արտահայտությունը այս տղաների նկատմամբ, ինչին էլ ի պատասխան ըստ էության հնչել է նման արտահայտություններ։
Հիմա ձեր կարծիքով արդյոք ազգային ժողովի նախագահին պետք է ենթարկենք կամ պատասխանատվության այդ արտահայտության համար եւ վերջին ամիսները պարզ են դարձել, որ վիզիտ կփոկեմ այդ արտահայտության դեպքում էլ իշխանական падգամավորի գործողություններում հացակաց չեն գտել, ականջները կկտրեմ, սա ինչի մասին է։ Իրականության մեջ սա խոսում է այն մասին, որ երկրում իրավական գործընթաց առասարակ տեղի չունենում, կան մի շարք պրոցեսներ, կան դատական գործեր, քննչականի դատախազության գործողություններ, որոնք իրավաբանության մեջ չեն տեղավորում։ Իշխանությունը իրականացնում է ընտրովի արդարադատություն, համապատասխան մարմինները օգտագործում է որպես մահակ, տարբեր քաղաքացիներին պատժի ենթարկելու համար։ Դա կլինի հետապնդումների ձևով, դա կլինի կալանքը որպես խաբման միջոց եւ որպես այս դեպքում պատժի միջոց օգտագործելու ձևով եւ այլն։ Այսինքն իշխանության համար կան կոնկրետ դրված իրենց ներքին քաղաքականները, որոնք որևէ կապ չունեն օրենսդրության կամ սահմանության հետ, եւ որոնք որպայն ինչպես որ անհրաժեշտ է լինում, դրանք կիրառում են։ Եվ մի հարց էլ իրենք որակել են սա խուլիգանության երկրորդ մաս, ճիշտ եմ հասկանում, որ դուք նշում եք, որ դա ընդհանրապես վիրավորանք է, որը ապաքրեականացված է։ Եթե անգամ քաղաքացին հանցագործություն է կատարել, արդյոք տեղին է նման կերպ ձերբակալությունը եւ քաղաքացին չի ընդդիմանում առհասարակ իրավաբանին, գլուխը ճզմել, իջեցնել ներքև եւ այլն։ Այդ կադրերը նախատեսված են մեկ մարդու համար, Նիկոլ Փաշինյանի, ով բավարարվածություն է ներքին ստանում, երբ որ ընդդիմախոսների նկատմամբ ուժային գործողություններ են իրականացում։ Տեսեք, ամենուրեք մեր շուրջը սպանություններ են, հանցագործություններ են, ծանր հանցագործություններ են, բայց իրավապահ համակարգը կամ քնած է, կամ աշխատում է ոչ օպերատիվ ռեժիմում եւ մենք չենք տեսնում կամ որպես կանոն չենք տեսնում այն հանցագործներին, որոնք 1, 2, 3, 4 մարդ են սպանում եւ հետագայում էլ հայտնվում են ոստիկանական բաժանմունքներին, բայց մենք տեսնում ենք մարդկանց, որոնց խոսքը ակնհայտորեն դուր չի գալիս իշխանություններին, շատ դեպքերում նաեւ քաղաքական խոսքը, որը նաեւ արտահայտվում է տարբեր հարթակներում, եւ իշխանությունները կարծում եմ փորձում է այսպիսի դրվագներով եւ պատկերներով նաեւ որոշակի զգուշացում անել դաշտում գործող մնացած բոլոր մյուս գործիչներին, կլինեն քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, մեդիայի ներկայացուցիչներ, որոնք իրենց կարծիքը նաեւ սոցիալական ցանցում են հաճախ արտահայտում, որ սա կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ։ Այսինքն մեր երկրում նաեւ այդ գործողությունները, որոնք իրականացվում են, սկսած ձերբակալություններից, խուզարկություններից, մինչև դատական պրոցեսներ եւ այլն, այստեղ իշխանությունը ունի հստակ մոտեցում, թե ում նկատմամբ ինչպես է վարվում եւ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կա ընդգծված կոշտ, շատ դեպքերում նաեւ վիրավորական նաեւ մոտեցումներ։ Շնորհակալություն։ 168 թեմի հարգելի հետ